Քանից էս Ռոբերտ Քոչարյանը հետևյալ գնահատականներ տալիս, որ մասնակցության ֆորմատի վերաբերյալ, եթե քիչ թե շատ այսպես պարզ է, որ պետք է դաշինքային ֆորմատով մասնակցային ընտրություններին, խնդիրը կայանում է նրանում, թե դաշինքի կազմում ինչ կուսակցություններ են լինելու, ինչ քաղաքական ուժեր, ապա առաջնորդի ընտրության վերաբերյալ, ցուցակը գլխավորող անձի վերաբերյալ որոշումը կայացվելու է շատ ռացիոնալ, ելնելով գետնի վրա եղած սոցիոլոգիական հարցումների, այդ թվում նաև տվյալներից եւ իր վերջին ոդքասթներից նախավերջին ոդքասթի ժամանակ նախագահ Քոչարյանը խոսել է, որ վերջերս բավականին ծավալուն սոցիոլոգիական հարցում էր պատվիրվել, ավելի քան 2000 քաղաքացիներ մասնակցել այդ հարցմանը եւ տպավորությունը առնվազն այնպիսին է, որ հենց ելնելով այդ սոցիոլոգիական հարցումներից, ելնելով այն վերաբերմունքից, որը ցուցաբերել են քաղաքացիները, որոշում է կայացվել, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը պետք է գլխավորի Հայաստան դաշինքի ցուցակը, սա առաջինը, այսինքն մենք որ հասկանանք, թե այդ ընտրությունը ինչի հիման վրա է տեղի ունեցել, սա առաջինը եւ երկրորդը իր խոսքում էլ Քոչարյանը անդրադարձավ, շատ ճիշտ նկատեցի, դեր կհասցնենք առանձին վերլուծել, բայց ամենակարևորը Արփինը այսպես ձևակերպենք Հայաստան դաշինքը եւ Ռոբերտ Քոչարյանը էքսկլյուզիվ առաջարկ են անում հայ հանրությանը։ Էքսկլյուզիվ առաջարկի, չէ՞։ Միանշանակ էքսկլյուզիվ առաջարկի տրամաբանությունը որն է։ Մենք եզակի գործիչ ունենք, ով ունի կառավարման փորձ պատերազմական գործողությունների ժամանակ եւ հաջող փորձ, այսինքն այդ պատերազմական գործողություններում մենեջմենտը, այսպես ձևակերպենք, չի տապալվել, այսինքն պատերազմական գործողություններում հաջողակ փորձ, հաջորդիվ վերականգնողական փուլում նույն Արցախի հանրապետությունում որպես ղեկավար եւս հաջողակ փորձ, հետագայում արդեն Հայաստանի ղեկավար եւ թե տնտեսական առումով, թե անվտանգության առումով եւս հաջող փորձ, բացի դրանից հետո նաև կա այսպես հետ քաղաքական գործունեության ժամանակաշրջանը, երբ որ ԱՖԿ սիստեմայի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը ուներ հնարավորություն բավականին մեծ մեխանիզմներ աշխատացնելու եւ այստեղ իսկապես ձևավորվել է հենց այդ էքսկլյուզիվ առաջարկը, այսինքն կա բոլոր հնարավոր ոլորտներում ոչ միայն արդյունավետ կառավարման, այլ նաև մարդկանց կյանքի վրա ուղիղ դրական ազդեցություն ունեցող գործողությունների իրականացման փորձ։ Առաջարկը հենց սա է, իսկապես կան շատ լավ տնտեսական առաջարկներ, որոնց մասին մեր տաղավարում էլ քանիսից խոսել ենք, բայց մի բան է առաջարկ, մեկ բան է առաջարկ եւ այդ առաջարկը կյանքի կոչել։ Այս առումով է, որ ես ասում եմ, որ կա էքսկլյուզիվ առաջարկ եւ եւս մի կարեւոր ընդդիմության հետ կապված շատ հստակ նշվեց, որ կա ընդամենը մեկ թիրախ։ Այդ թիրախը Նիկոլ Փաշինյանն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ես կարծում եմ ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իրապես ընդդիմադիր քաղաքական ուժ, այս տրամաբանությամբ պետք է մասնակցի ընտրություններին։ Իշխան Սաղաթելյանն էր, որ իր խոսքում հայտարարեց, որ իրենց նպատակը գործող ռեժիմի վերարտադրությունը կանխելն է եւ զիջումների այս շղթան կտրելը, հետո արդեն Ռոբերտ Քոչարյանը երբ ելույթեր ունենում, ասում էր, որ վճռական են տրամադրված եւ իրենց նպատակը հաղթանակն է։ Ինչ է սա նշանակում, արդյոք անգամ եթե Ռոբերտ Քոչարյանն է իշխանության գալիս կամ Փաշինյանին չի հաջողվում վերարտադրվել եւ մեկ ուժ կամ մի քանի ուժ կոալիցիա են կազմում, ինչ սցենարներ կան առհասարակ, այդ սոցհարցումներից էլ դու խոսեցիր, կարծում ես, որ ինչ որ մի քաղաքական ուժի կհաջողվի մեծամասնություն կազմել, տվյալ դեպքում իհարկե ընդդիմության մասին է խոսքը, կամ անգամ եթե չի հաջողվում եւ կրկնվում է օրինակ Գյումրիի սցենարը, ինչ կարող են նրանք անել, որպեսզի այս զիջումների շղթան Սաղաթելյանի խոսքով ասած կտրվի։ Բանալի բառը հարցի մեջ հնչեց, խոսքը վերաբերվում է Գյումրուն, շատ ավելի հստակ եւ առարկայական հասկանանք ինչի մասն է խոսքը եւ ես ինչու ասեցի, որ շատ կարեւոր է, որ նախընտրական փուլում իսկապես կողմերը այսպես զինադադար հայտարարեն, որքան էլ որ ունենան անձնական, քաղաքական եւ այլ տիպի խնդիրներ, ունենան ընդամենը մեկ թիրախ եւ այդ թիրախը լինի իշխանությունը։ Ինչ սցենարներ կարող են առհասարակ լինել։ Արփինը մի քանի ելակետային թեզերի վերաբերյալ իսկապես պետք է գալ համաձայնության։
Առաջինը այն, որ իսկապես չկան թիրախներ բացի իշխանությունից։ Երկրորդը, եթե որևիցե մի կուսակցությանը թույլ չեն տալիս մասնակցել կամ որևիցե մի քաղաքական ուժին թույլ չեն տալիս մասնակցել ընտրությունների, կամայական որոշումով դուրս են թողնում մրցապայքարից, այդ քաղաքական ուժը պետք է շարունակի իր գործողությունները տարբեր ֆորմատներով, չգիտեմ, չփակեն իրենց շտաբերը, իրենց լրատվական հոսքերը շարունակեն ի նպաստ անցնցում քաղաքական փոփոխությունների օգտագործեն եւ եւս մի կարեւոր նրբերանգ կա շատերը այդ թվում նաեւ այսօրվա համագումարի ժամանակ այս միտքը հնչեց եկել են տրամաբանական եզրահանգման միայնակ ոչ ոք չի կարող հասնել անցնցում փոփոխությունների այսինքն միայնակ դու չես կարող ավելի քան 50% քվե ստանալ եւ միանձնյա կառավարել երկիրը սա Ես այսպես հաձևակերպեմ, նախ ճիշտ է սա արձանագրելը եւ երկրորդը մենք փորձենք սրանում նաեւ իսկապես հնարավորություն տեսնենք, որովհետեւ վերջին մի քանի ընտրությունների արդյունքներում ձևավորվել է մեկ կուսակցության, այն է մեկ անձի իշխանություն, կոալիցիա որպես այդպիսին երևույթը ինքը դադարել է գոյություն ունենալ մեր քաղաքական կյանքում, իսկ եթե դու այն տրամաբանությունից ես շարժվում, որ ոչ ոք միայնակ չի կարող հաղթել, դու էլ պատրաստ ես քո ուժերի ներածին չափով, քո ստացած քվեների չափով մասնակցես անցնցում քաղաքական փոփոխությունների, դա նշանակում է, որ դու պատրաստ ես կոալիցիոն կառավարությունների, իսկ կոալիցիոն կառավարությունները մեր տիպի երկրի համար, ինչպես ցույց է տվել մեր բոլորիս փորձը, ինքը ավելի նախընտրելի է, որովհետև այլ դեպքում իշխանությունը վերածվում է մեկ մարդու ձեռքում գործիքի որոշակի գործողություններ իրականացնելու այդ գործողությունները ուղղակիորեն ֆիզիկապես մեր բոլորիս կյանքի վրա ազդում են հետեւաբար այս քաղաքական ցիկլը եթե մենք կարողանանք այն տրամաբանությամբ ավարտենք որի մասին նաև համագումարի ընթացքում էր խոսում հետագայում քաղաքական ուժերը պետք է հասկանան որ իրենց առաքելությունը իշխանության գալով չի սահմանափակվել իրենք պետք է կարողանան այնպիսի զսպումների մեխանիզմներ ձևակերպեն որ կոալիցիոն կառավարությունները ոչ թե պահի պարտադրանք լինեն, այլ խաղի կանոն լինեն, ինչը մեզ թույլ կտա խուսափել այս տեսակ միահեծան իշխանություն ձևավորելուց։ Ես եւս մեկ հարց տամ եւ հարցի իրավունք փոխանցենք նաեւ Հայկին, դու տեսնում ես, որ ընդդիմությունը հասկանում է, որ պետք է հենց իշխանության վրա կենտրոնանալ եւ թիրախ դարձնել հենց իշխանությանը եւ ոչ թե ինչ որ ընդդիմադիրի ուժ փորձի այն մյուսին հարվածել։ Այս պահի դրությամբ մենք ունենք առնվազն 4, չասենք առաջատար քաղաքական ուժ ընդդիմադիր դաշտում, բայց ուժեր, որոնց քաղաքական հայտը տեսանելի է։ Առնվազն 3-ը այդ ուժերից պահպանում են քաղաքական կոռեկտությունը։ Եթե 4-րդ ուժը եւս գա այդ տրամաբանական եզրահանգման, որ իր թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, մենք շատ ավելի առողջ մթնոլորտ կստանանք եւ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում եւ ինչու՞ չէ նաեւ ընտրատեղամասերում կրկին ասեմ 4 քաղաքական հայտ ունենք, որոնցից առնվազն 3-ը իրենք այս պարզ ճշմարտությունը հասկանում են։ Եվ լսենք նաև Հայկի հարցը։ Ողջունում եմ Բենյամին, հենց նոր կարդում էի, որ Կայակալոսը կրկին ասել է, որ արագ արձագանքման խումբ են ուղարկել Հայաստան եւ ընդ իհարկե իր թեզերով, որ իբր դա պաշտպանելու համար ժողովրդավարությունը, թե դա ինչպես է Հայաստանում տեղ ունենում, չգիտեմ, բայց քո կարծիքով այս ակտիվ միջամտելը ընտրական գործընթացներին իբր Ռուսաստանի դեմ պայքարի այդ պատրվակով ինչ է տալու Հայաստանին եւ ինչ սպառնալիքներ է իր մեջ պարունակում։ Հայկ, եթե մենք հարցը մի փոքր վերաձևակերպենք քո թույլտվությամբ եւ ինչ է տալու Հայաստանին ձևակերպումը փոխարինենք ինչ է տալու Նիկոլ Փաշինյանին, ես կարծում եմ հարցը ինքնին այլևս կդադարի գոյություն ունենալ։ Եվրոպացի մեր հարգարժան գործընկերները իրենք վաղուց արդեն ժողովրդավարություն հասկացությունը փոխակերպել են եւ իրենց համար կարևորը ոչ թե ժողովրդի կամքն է, այլ կոնկրետ իշխանության քաղաքական լոյալությունը Բրյուսելին։ Նույն Կայա Կալասը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ չեպազրույցի ընթացքում, քանից նաև Արարատ Միրզոյանի հետ չեպազրույցի ընթացքում, քանից անդրադարձել են սրան, որ ասում էր, որ Հայաստանի Հանրապետության հետ խորացնում են համագործակցությունը, բայց կա նաև խնդիր սինխրոնիզացնելու քաղաքականությունները, եւ մենք ինչ որ նաև տոկոս է նշել, թե ինչ տոկոսի ենք մենք սինխրոնիզացնել մեր քաղաքականությունը։ Եթե դու
այս կամ այն երկրում, այսպես ասած կոնտրագենտ ես գտնում, որը պատրաստ է 100%-ով սինխրոնիզացնել քո հետ իր քաղաքականությունը, բարձր դու իրեն աջակցելու ես։ Հիմա եւ Եվրոպական միությունը եւ պաշտոնական Անկարան իրենք այդ գործընկերոջը տեսնում են իդեմս Նիկոլ Փաշինյանը եւ բոլոր հնարավոր քայլերը իրականացնելու են, որպեսզի կարողանան Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ապահովեն։ Բայց ինչը վերաբերվում է Հայկի նշած արագ արձագանքման խմբին, Հայաստանում եւ իրականում սա արդարացի մոտեցում է, շատ են խոսում մոլդովական սցենարի մասին, զուտ որպես տեխնոլոգիական սցենար։ Ես ուզում եմ մենք սա հասկանանք, այսինքն մի իրավիճակ, երբ որ իշխանությունը կամայական որոշումներով այս կամ այն քաղաքական ուժին, առաջնորդին թույլ չի տալիս մասնակցել ընտրությունների, ֆիզիկական նաեւ արգելքներ է ստեղծում, որ անդիմադիր մոտեցումներ ունեցող քաղաքացիները չմասնակցեն ընտրություններին, եւ այս ամեն ինչի վրա իր աչքերը փակում է Բրյուսելը։ Սա իսկապես հնարավոր է կյանքի կոչվի, բայց քաղաքական դասավորվածության տեսանկյունից մենք եւ նախընտրական Մոլդովան մենք շատ ենք տարբերվում այն քաղաքական հայտերը, որոնք այս պահի դրության կան, արփինը նաեւ այսպես հա ձևակերպենք քաղաքական մենյուն այնքան բազմազան է, որ քաղաքացիները իսկապես ընտրելու հնարավորություն ունեն։ Մոլդովայում շատ ավելի սակավ էր ընտրությունը։ Սա առաջինը եւ երկրորդը։ Մենք պետք է զուտ Մոլդովայից աշխարհագրորեն մի փոքր այն կողմ շարժվենք, սահմանը անցնենք, գանք Ռումինիա եւ մենք կտեսնենք թե տարբերակներից մեկը թե ինչ կարող է անել Եվրոպական միությունը, հենց Ռումինիայում է եղել։ Ես ուղղակի հերթական անգամ ուզում եմ հիշեցնեմ եւ սա ավելի շատ նույնիսկ ուղղված է այլընտրանքային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որ իրենք կարողանան նաեւ սա հաշվարկել իրենց գործողություններում։ Ռումինիայում նախագահական ընտրություններ էին, առաջին փուլում հաղթեց անդիմադիր քաղաքական տեխնացուն Ջորջեսկուն։ Իրեն մեղադրեցին նրանով, որ ռուսական կողմն է ֆինանսավորում նրա գովազդը Twitter-ում եւ փաստացիորեն չեղարկեցին ընտրությունների արդյունքները։ Հետագայում հետաքննություններ եղան եւ այլն եւ այդպես շարունակ այդ ռուսական աջակցությունը փողերը եւ այլն չճարեցին, բայց մենք ունենք փաստ, որ հիմա ունեն Ռումինիայում լրիվ այլ երկրի ղեկավար, որը 100%-ով լոյալ է նույն ուկրաինական իշխանություններին, կարծում եմ, որ Եվրամիությունը 90 միլիարդ աջակցություն անպայման պետք է ցուցաբերի Ուկրաինային։ Ես ինչու եմ սա ասում, նույն սցենարը եւ այդ արագ արձագանքման խումբը կարող է հենց դրա համար է Հայաստան գալիս, որ իրենք լեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանի հետընտրական խախտումները, առավել եւս բոլորս ապրում ենք Հայաստանում, արփին է, անկեղծ լինենք, ընտրակեղծիքների ինչ տեխնոլոգիա են կիրառում իշխանություններ, բացի վարչական ռեսուրսից վերջին տարիներին, հետընտրական կեղծիքներ։ Դա այն ռեսուրսն է, որը իշխանությունները բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ օգտագործել են, բայց թիմ ընտրությունները եւ համապետականները մեղմ ասած քաղաքական առումով մի փոքր տարբերվում են եւ այստեղ է որ անհրաժեշտ է եվրոպացիների աջակցությունը հնարավոր հակաօրինական քայլեր իրականացնելիս։ Ես դրա համար եմ ասում, այստեղ անդիմությունը շատ աշխատելու տեղ ունի։ Հիմա անդիմության մասին այսօր Իշխան Սաղաթելյանը փաստացի հայտարարեց, խոսք հղեց արտաքին դերակատարներին, որ արտաքին որևէ միջամտություն, որևէ մայրաքաղաքից Հայաստան դաշինքի համար անընդունելի եւ դատապարտելի է։ Իհարկե հասկանալի է, որ ոչ միայն Հայաստան դաշինքի համար, առհասարակ անդիմության համար։ Ինչ էր նշանակում Սաղաթելյանի այս խոսքը, ինչ ուղերձ սրանով փոխանցեց Եվրամիությանը կամ ցանկացած այլ արտաքին դերակատարի։ Ես կարծում եմ, այստեղ նաև որոշակի առումով ազդակ է իշխանություններին, պատասխանը իրենց կողմից իրականացվող քարոզչությանը, իրենք փորձում են կապել անդիմությանը, անկախ նրանից խոսքը ում է վերաբերվում, կապել Ռուսաստանի հետ կամ կապել այլ արտաքին դերակատարների հետ։ Նույն Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ասում են մարդիկ, որոնք հիմա միավորվում են անդիմության մեջ, օտար երկրների ներկայացուցիչներ են, չգիտեմ, 5-րդ շարասուններ են, այլոց էմիսարներ են, արդյոք դրամաբանական հարց է առաջանում։ Ինչու այդ մարդկանց դեմ քրեական գործ չի հարուցում Նիկոլ Փաշինյանը։ Եթե քրեական գործ չի հարուցում, դա նշանակում է, որ նա փաստեր չունի, այնքան փաստեր չունի, որ ինքն էլ չի հանդգնում այդ քայլին գնալ։ Հետևաբար, չափազանց կարևոր է այստեղ իշխանությունների քարոզչական սնանկությունը ցույց տալ, որ անդիմության համար անընդունելի է ցանկացած միջամտություն, լինի դա Ռուսաստանից, լինի դա Անկարայից, լինի դա Վաշինգտոնից, Բրյուսելից, ու դրա հետ մեկտեղ մենք ունենք մի այլ իրավիճակ, երբ որ իշխանությունները ոչ թե այս տրամաբանությամբ են շարժվում, այլ իրենք եվրոպացիներին ասում են «Էստի համեցեք»։ Չկա այդպիսի մի բան, որ չգիտեմ Եվրոմիության աջակցությունը իշխանություններին դա լավ է, Ռուսաստանի աջակցությունը վատ է, կամ Անկարայի աջակցությունը լավ է, Վաշինգտոնի աջակցությունը վատ է։ Ոչ, Հայաստանի իշխանության ապագան
պետք է որոշի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ եւս մի կարևոր հանգամանք ես կարծում եմ այլ անդիմադիր ուժեր եւս այս ուղերձը շատ հստակ պետք է փոխանցեն ընտրողներին մենք իսկապես ունենք մի իրավիճակ երբ որ մենք ունենք իշխանություն որը հաճո է Թուրքիային մենք սա պետք է շեշտենք եւ հաջորդիվ պետք է նաեւ նշենք հետեւյալը որ ցանկացած դերակատարի ներգրավում ընտրություններում անընդունելի է